Հանկարծակի սրտխփոց, օդի պակաս, սառը քրտինք և մի անբացատրելի զգացողություն, որ հիմա կմահանաս։ Ծանոթ է։ Սա պանիկ գրոհ է 21-րդ դարի ամենատարածված հոգեբանական ժանտախտը։ Ցավոք մենք ապրում ենք տագնապի դարաշրջանում։ Հայաստանում պատերազմից և անկայունություններից հետո տագնապը դարձել է մեր կոլեկտիվ ստվերը։ Բայց ինչ են ուզում մեզ ասել մեր վախերը։ Այսօր փորձելու ենք ոչ թե պայքարել վախերի դեմ, այլ հասկանալ և ընկերանալ դրանց հետ։ Բարև ձեզ, ձեր էկրաններին հոգեկապն է։ Այսօր զրուցելու ենք հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան հրավերը ընդունելու համար։ Փոխադարձ։ Եկեք սկսենք, թե ինչ է տագնապը և ինչ է վախը, որն է նրանց դասակարգումը։ Շատ կարևորագույն թեմա է իսկապես մեր օրերի համար։ Տագնապը որպես այդպիսին զգացում է, որը կոնկրետ օբյեկտ չունի, այսինքն բացակայում է օբյեկտը, որից որ անձը կարող է տագնապի զգացում ունենալ։ Եվ այն ուղղված է ապագային, այսինքն ինչ կլինի ինձ հետ 1 րոպե անց, 5 րոպե անց, 1 շաբաթ հետո, 1 տարի հետո, 10 տարի հետո, այսինքն զգացում է, որը որ ուղղված է դեպի ապագային։ Իսկ ի տարբերություն տագնապի, վախը ունի կոնկրետ օբյեկտ, ինչից անձը վախենում է եւ գիտակցում է կոնկրետ ինքը ինչից է վախենում։ Սրանք են հիմնարար տարբերությունները եւ որպես կանոն վախի հետ գործ ունենալը շատ ավելի հեշտ է հոգեբանական մակարդակում, որովհետեւ անձի համար կա հստակություն, կա կոնկրետություն եւ որոշակի գործողությունների պլան մշակելը շատ ավելի իրատեսական է եւ հստակ է։ Իսկ տագնապի ժամանակ որպես կանոն ամեն ինչ օդում է կախված։ Ամեն ինչ կա եւ չկա եւ մարդը չի հասկանում հոգեբանական ինչ ռեսուրսներով պետք է պայքարել իր դեմ։ Այսինքն տագնապի դեպքում իրական չէ, իրականությունից կտրված է վախը։ Այո, սպառնալիք չկա, սակայն անձը հայտնվում է նմանատիպ հոգեկանում, այսինքն նմանատիպ զգացողության մեջ։ Իսկ վախի դեպքում հստակ է սպառնալիքը, օրինակ փողոցով անցավ, շուն տեսավ, շունը հաչում է, մարդը վախենում է շնից, գիտի ինչից է վախենում։ Իսկ տագնապի ժամանակ անընդհատ ինքը հայտնվում է թեև ոչ վտանգավոր պայմաններում, օրինակ տան մեջ է, բայց միևնույնն է այն զգացումը, որ ինքը պետք է տանից դուրս գա եւ հանկարծ պատահական պետք է տեսնի շուն, արդեն իսկ ինքը տագնապի մեջ է հայտնվում, բայց չկա իրականում այդ շունը։ Սա է տարբերությունը։ Միգուցե դա է պատճառը, որ հաճախ տագնապները, պանիկ գրոհները անվանում են ամպրոպ բաց երկնքի տակ։ Եվ ինչ է տեղի ունենում մեր ֆիզիոլոգիական եւ հորմոնալ մակարդակում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում մեր օրգանիզմում հենց տագնապի ժամանակ։ Օրգանիզմում տեսեք տագնապի ժամանակ ադրենալինի կտրուկ աճ է տեղի ունենում եւ դրա հաշվին նույն սրտխփոցի զգացումը, վեգետատիվ համակարգի փոփոխությունը, երբ որ մարդը սկսում է կարմրել, սկսում է դողալ, գունատվում է, ամբողջությամբ այդ հորմոնի ազդեցության տակ է տեղի ունենում։ Եվ որպես կանոն տագնապային գրոհների ժամանակ այդ սրտխփոցին, դողին, ծանրության զգացմանը, կարծես մարդը չի կարողանում շնչել, իրեն թվում է շնչահեղձ է լինում, թվում է թե կոկորդում ինչ-որ բան է կանգնած, այս մարմնային զգացողություններին դիմանալ իրականում բավականին բարդ է։ Դրան ավելանում է տագնապային գրոհի ժամանակ դերեալիզացիան, դեպերսոնալիզացիան, ինչ իրենից ներկայացնում է հետեւյալը, որ իրեն թվում է թե ինքը չէ, կամ այն ինչ որ տեսնում է, կարծես կինոյի կադր է տեսնում, եւ ավելանում իրեն կողքից է տեսնում։ Եվ ավելանում է այն, որ ուր որը պետք է մահանամ կամ ուր որը պետք է խելագարվեմ։ Իրականում մարդը տագնապ գրոհի ժամանակ լքում է այն վայրը, որտեղ որ ինքն էր։ Սրանով կարծես ինչ-որ պաշտպանական գործողություն է անում։ Եվ գիտեք, սրա ամենաանտանելի զգացումը որն է, որ թվում է թե անընդհատ նույն ցիկլը, նույն զգացումը կրկնվելու է, այսինքն մի քանի րոպե է տևում այդ զգացողությունը, արդեն մարդը հանգստանում է, բայց միևնույն է իր գլխում պահպանվում է մշտական տագնապը, որ նույն ցիկլը, նույն զգացումը, ինչը որ մարդը ապրել է, կրկին կա հավանականություն, որ պետք է կրկնվի։ Եվ այն վայրում, որտեղ որ երբևէ անձը զգացել է տագնապային գրոհ, պատկերացրեք, որ խուսափում է եւ այլևս այդ վայրը տեսնել չի ուզում, որովհետեւ թրիգերային ազդակ է, որ եթե այստեղ մեկ անգամ ես դա ունեցել եմ, նորից հնարավոր է որ կրկնվի այս իրողությունը։ Եվ շատ հաճախ այդ մի քանի րոպեները
շատ երկար են, իրենք ներկայացնում են բավական երկար տևողությամբ, շատ ձգձգված, բոլոր հույզերը շատ խտացած են լինում, չէ, խտացած են ներկայացնում։ Հաճախ տագնապայինությունը վերագրվում է ինտելեկտուալ եւ երևակայելու բարձր ունակություն ունեցող մարդկանց հիվանդություն։ Արդյոք դա այդպես է։ Երևակայելու բարձր ունակություն ունենալը կարող եմ բնորոշել, որովհետև տեսեք, իրականում դա գոյություն չունի, բայց մարդը պատկերացնում է բավոր պատահի, այսինքն այդ բավորների ամբողջական շղթայի մեջ մարդը տեսնում եւ զգում է բաներ, որոնք որ իրականում գոյություն չունեն։ Այո, սա բնորոշ է, բայց ինտելեկտուալության հետ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև նույն տագնապային խանգարումները ցավոք սրտի ունենում են նաև այն մարդիկ, ովքեր այդքան բարձր ինտելեկտ չունեն եւ այստեղ մի քիչ էլ ավելի շատ խանգարում է։ Գոնե ինտելեկտուալիզացիայի ժամանակ անձին կարողանում ես բերել որոշակի կոգնիտիվ եզրահանգումների, իրողությունների փաստարկմանը, դիտարկմանը կամ կարողանում ես հոգեթերապիայի ժամանակ էգոնույնացում ապրեցնել մարդուն, որ մարդը կարողանա հետ վերադառնալ, ինչ որ ձևով կարողանա հասկանալ այդ իրողությունների շղթան որտեղից է սկսվել եւ ուր է գնացել հասել։ Հակառակ դեպքում ոչ ինտելեկտուալ անձինք էլ ունենում է, սակայն աշխատելը բավականին ավելի բարդ է։ Այո։ Արդյոք պանիկ գրոհը մարդու հանդիպումն է սեփական անզորությանը, սեփական ոչնչությանը, այդ անզորության գիտակցումն է։ Այո, շատ ճիշտ նշեցիք։ Պանիկ գրոհի մեջ անզորություն, վերահսկելու կարողության ընդհանրապես կորուստ, անուժություն, անհուսություն, այս բոլորը միահյուսված են։ Եվ այստեղ ես ուզում եմ խոսել տրավմատիզացիաների փունջի մասին, փունջի արկայության մասին, որովհետև տեսեք մենք այդքան խոսում ենք հոգեթերապիայից, հոգեթերապիայի ժամանակ ինչ է արվում անձի հետ, չէ՞։ Մենք վեր ենք հանում այցելուի հետ այդ տրավմատիզացիաները, որոնք ինքը երբևէ ունեցել է, սակայն մոռացել է կամ ջնջել է կամ ընդհանրապես մերժել է եւ չի հիշում։ Եվ այդ տրավմատիզացիաների որևէ մեկի ժամանակ անձը իսկապես իրեն զգացել է շատ անօգնական, անուժ, անհույս եւ անվերահսկելի։ Օրինակ, հա, այցելուի դեպքից պատմեմ, նույն այցելուն, ով ուներ մշտական կրկնվող պանիկ գրոհներ, իր պատմության մեջ նշում էր նույն ընտանեկան բռնության դեպքերը, երբ որ հայրը պարբերաբար բռնության էր ենթարկում մորը ֆիզիկական առումով եւ ինքը ներկա էր եւ ինքը քարացած կանգնած էր։ Այս քարացվածության մեջ որպես կանոն ինչ է տեղի ունենում, վերջին փուլում կոլապս է տեղի ունենում։ Այսինքն անձը պետք է ինչ-որ մի բան աներ, բայց չի կարողացել անել։ Եվ այս ամբողջ ապրումների հավաքականությունը հանկարծակի մի օր կարծես դուրս է գցում եւ ինքը հայտնվում է այդ նույն զգացման մեջ, ինչը երբևէ ինքը ունեցել է եւ անտեսել է։ Ուրիշ իրավիճակում եւ կարծես այս բոլոր ապրումները միառժամանակ միասին համատեղված դուրս են գցում, դրա համար է այդքան ուժեղ տագնապային գրոհների ժամանակ ապրումը անդիմանալի եւ կարծես խելագարության հասցնող մարդուն, որովհետեւ բոլոր ապրումները միառժամանակ զգում է մարդը, որոնք երբևէ ինքը ինչ որ տարիքում զգացել է։ Հայաստանում վերջին տարիներին իրադարձությունները ստեղծել են կոլեկտիվ տրավմատիկ ֆոն։ Ինչպես է այդ արտաքին անվտանգության բացակայությունը դառնում տագնապի, ներքին տագնապի պատճառ։ Հարցը իր մեջ կարծես ամբողջական պատասխան ունի, որտեղ որ կա անվտանգության զգացում, այսինքն անվտանգության զգացման հակառակը վտանգված լինելու զգացում, այնտեղ տագնապը բնական է պետք է շատանա։ Եվ կովիդը, եւ հետպատերազմյան շրջանը, եւ անորոշությունը, եւ լուրերում մշտական դաժանությունները, բռնությունները, այս ամենը իհարկե պետք է անձի մոտ առաջացներ տագնապային զգացողության ավելի բարձր աստիճան, որովհետեւ մարդը կարծես իրեն պաշտպանված չի զգում եւ անվերահսկելի են իրողությունները, մարդու սեփական վերահսկողությունից դուրս են գտնվում։ Սրանք ամբողջական համակարգեր են ստեղծում մարդու հոգեկանում, որտեղ որ իր համար հայտնի չէ ինչ կարող է ինքը անել։ Մեր հասարակությունը անդադ գտնվում է ինչ-որ սպասման վախի մեջ։ Մենք անդադ
վատ լուրի ենք սպասում, վատ իրադարձության ենք սպասում, արդյոք էս էլ չի բերում տագնապայնության բարձրացման։ Բնականաբար անընդհատ վտանգված լինելու եւ վատի սպասումը ինքնըստինքյան արդեն տագնապի զգացողության ուժեղացում է։ Հայերը առհասարակ սիրում են սոմատիզացնել հոգեկան ապրումները։ Մենք ասում ենք սիրտս ծակեց, ուսս ցաված, թևս թուլացավ, հա, բայց երբեք չենք ասում, որ գիտեք, ներսում ինչ որ բան են չի, ներսում ցավում է ինչ որ բան, մենք խուսափում ենք։ Հարցը շատ լավն է։ Ինչի՞ց է այս գալիս։ Դաստիարակության համակարգից, որտեղ որ վաղ մանկությունից երեխային մենք սովորեցնում ենք մեծանալ առանց թույլտվության խոսելու, զգալու եւ վստահության։ Սա հանգեցնում է նրան, որ բոլոր զգացումները, բացասական նեգատիվ զգացումները սոմատիզացվում են մարմնում եւ անձը կարծես անտեսում է, հա, հոգեկան տառապանքը, հոգեկան ցավը, որովհետեւ մի կողմից վախ է առաջացնում խոսել դրա մասին, մյուս կողմից ինքը չի ճանաչում, որ դա խնդիր է եւ առհասարակ չգիտի ում հետ կիսի, ում կարող է վստահել, որովհետեւ մենք այն խմբային կոլեկտիվի մեր օրերում, չէ, որովհետեւ ժամանակին, երբ մարդիկ սոցիալապես ավելի հավասար դիրքերում էին, բոլորը նույն ուտելիքն ունեին, բոլորը նույն հագնելիքն ունեին, իրար հետ ցավով կիսվելը, ապրումներով կիսվելը մի քիչ բնական էր։ Հիմա, երբ սոցիալական բևեռացումը կա, մենք մի տեսակ խուսափում ենք ավելի պատմել, կիսվել, մեր ներաշխարհի մասին խոսել։ Դե այստեղ նաև մի շատ լավ նորություն ունենք, դա այն է, որ ուժեղանում է հոգեբանի ինստիտուտը, հոգեթերապևտի ինստիտուտը եւ մարդիկ գնում են ավելի շատ հոգեբանին վստահելու ճանապարհով, այդպես են հասկանում ինչ անել իրենց սեփական զգացումների կամ այն մարմնային գանգատների հետ, որոնք որ իրենք ունեն։ Նաև այստեղ շատ կարևոր մի բան կա, որ բժշկությունն էլ ամբողջությամբ հակված է այսօր հոգեթերապիայի օգնությանը դիմելուն եւ ցանկացած նմանատիպ գանգատների դեպքում ուղղորդում են հոգեբանի մոտ, որպեսզի անձը կարողանա հաղթահարել, որովհետեւ նույն սիրտս ծակեց, թևս թուլացավ, դողացի կամ մարմնում այս կամ այն ֆիզիկական գանգատները, եթե իսկապես սոմատիզացված հիմք չունեն, այսինքն առողջության հետ որևէ կապ չունեն, բոլորը նևրոտիզացիայի խնդիր է։ Եվ այստեղ այո շատ կարևոր է հասկանալ այդ նևրոտիզացված ապրումի հիմքը պատճառը որտեղ է եւ մարդու հետ համատեղ, հոգեթերապևտի հետ համատեղ կարողանան գտնել միասին ճիշտ ճանապարհ։ Հիպոխոնդրիկ մարդիկ են, չէ՞, այդպեսին, որ անընդհատ գնում են բժշկի, անընդհատ ճնշում են, չափում, անընդհատ ինչ որ հետազոտությունների մեջ են, բժշկին համոզում են, որ իրանք հիվանդ են, բժիշկը ասում է, ես հիվանդ, դու հիվանդ չես, հա, կարող ես գնալ հանգիստ ապրել, բայց ինքը չի կարողանում վերադառնալ հանգիստ կյանքի։ Նևրոտիզացիայի տեսակ է, այո, եւ իրեն անընդհատ թվում է, թե ինքը հիվանդ է։ Եվ իսկապես զգում է այդ ցավը։ Եվ իսկապես պատկերացնում է, որ ինքը հիվանդ է։ Այստեղ դժվարությունը նրանում է մարդուն ինչպես կարող ես բերել այն համոզմանը, որ ինքը հասկանա, որ դա ընդհանրապես սիմպտոմատիկա է, սիմպտոմն է իր, եւ իրականում իր մարմնում ոչ միտեղ ցավ չկա։ Միջև հոգեբանին հասնելը մեր իրականության մեջ մարդիկ շատ տարբեր սխեմաներ են գծում այդ տագնապները թույլատնելու համար, հա։ Գործողություններ են մշակում, իրեր են իրենց մոտ պահում, ջուր, դեղորայք, ուղեկցող են ունենում, արդյոք սա ինչ որ կերպ օգնում է, որ այդ տագնապը թուլանա, թե սա ինքնախաբեություն է։ Խուսափման ձև է։ Տագնապը ժամանակավոր թույլատնելու եւ տագնապի պատճառին հանդիպելու խուսափելու մի ձև է։ Մարդիկ կան, ովքեր ունեն այս տագնապային խանգարումը եւ փորձում են անընդհատ իրենց շուրջ պահել ընտանիքի անդամներին, ընկերներին կամ նույն ձեր ասած ջուրը, դեղը, սա ժամանակավոր թույլատնելու ճանապարհ է, մեղմելու ճանապարհ է, բայց լուծման ճանապարհ չէ։ Եվ ընդհանրապես կարող եմ ասել, երկարաձգվում է այս ճանապարհով լուծելը խնդիրը։ Երբ որ մարդը հասկանում է, թե դա ինչու է անում,
ինչ նպատակ ունի դա եւ ինչ է տալիս իրեն, բայց դրա հիմքում ինչ է թաքնված, սա լավագույն ճանապարհն է, որ հոգեթերապևտի հետ անցնի այդ բուժման ճանապարհը։ Իհարկե, սկզբնական շրջանում բավականին բարդ է։ Երբեք որտեղ որ մարդը արդեն գտել է որևէ արտաքին, այո, պաշտպանական ռեսուրս, թեկուզ դա խապկանք է, միանգամից դա թողնելը շատ դժվար է, որովհետև ընդհանրապես մարդը կարող է հայտնվել շատ վատ վիճակի մեջ։ Դրա համար պետք է դրան գնան աստիճանաբար, այո, աստիճանաբար թողնելով, աստիճանաբար քայլ առ քայլ գնալով բախմանը սեփական խնդրին։ Մենք խոսեցինք իրերից, առարկաներից, դեղորայքից, գործողությունից, բայց կա նաև ալկոհոլը, որը հաճախ հասարակության մեջ օգտագործում են որպես լարվածությունը հանելու, թուլանալու միջոց, բայց առավոտյան ավելի վատ չի լինում։ Առհասարակ ավելի վատ է լինում, որովհետև դրանով ընդհանրապես մեղմվում է տագնապի զգացումը ժամանակավորապես, բայց դրան ավելանում է նաև կախվածության սինդրոմը։ Այսինքն մարդը հետագայում բուժվելու համար ամբողջապես երկու շատ կարևորագույն կարծես պատճառների հետ պետք է աշխատանք տանի։ Եվ մի հատ, այսինքն պետք է մարդուն կտրել կախվածությունից, այնուհետև գնալ խնդրի լուծման ճանապարհին։ Բայց այստեղ բարդությունը ինչումն է, եթե մարդը գնացել է այդ ճանապարհով, իր համար դժվար է գնալ վերլուծական ճանապարհով։ Իհարկե լինում են դեպքեր, որ ունեն կախվածություն եւ շատ հավեսով գալիս են հոգեթերապիայի եւ կարողանում են աստիճանաբար գիտակցման ճանապարհով, անալիզ անելու ճանապարհով դուրս գալ այդ վիճակից։ Բայց հիմնականում, եթե իրենք սովորել են այդ կախվածությանը, որպես կանոն դժվար է կտրել դրանից, այնուհետև հոգեթերապիա իրականացնել։ Մի մտածիր, ձեռքդ խփիր սեղանին ու ասա, որ էլ չես վախենում, որոշում կայացրա այլևս չվախենալու։ Այս արտահայտությունները ոչ միայն չեն օգնում, այլ նաև շատ հաճախ խանգարում են, ավելի ուժեղացնում, որովհետև դիմադրություն են ստեղծում։ Ոնց է աշխատում սա։ Երբ մենք սկսում ենք դիմադրել, ինքը ավելի գրոհում է։ Ամիգդալայի փուլում գտնվող մարդը, երբ որ իր հուզականությունը բավականին բարձր է, հաստարկել, վիճել կամ հակառակը ապացուցել գրեթե անհնարին է։ Այստեղ պետք է ցույց տալ մարդուն, որ այն զգացումները, ինչը որ դու զգում ես, ընդունելի է, որ դու ունես հիմա այդ տագնապը, հասկանալի է, ես քո կողքին եմ, ես քեզ փորձում եմ օգնել, ընդունում եմ քո ցավը, ընդունում եմ քո վիճակը, բայց անմիջապես մարդուն Եթե ընկերներն են ասում օրինակ թող թարգի հերիք է դադարացրու, չկա այդպիսի բան, իր մոտ կարծես այն էֆեկտն է առաջանում, ինչքան այդ բառերը ուժեղ են ասվում, այնքան միևնույն է ինքը փորձելու է դրա հակափաստարկը, ապացուցելու, որ չէ, միևնույն է կա այդ վտանգը իմն է, ուր որը իմ հետ կատարվելու է։ Այսինքն այդ ճանապարհը ամենասխալ ճանապարհն է, եւ հոգեթերապիայում գնացող ճանապարհը բացարձակ կապ չունի այդ ճանապարհի հետ։ Մենք հասկացման, ընդունման, գիտակցման ճանապարհով գնում ենք գտնելու պատճառները եւ հույզերը թույլատնելու ճանապարհով նոր գնում ենք ավելի կոգնիտիվ փաստարկմանը, կոգնիտիվ վերաձևակերպմանը եւ վերաիմաստավորմանը այն ինչ որ մարդու հետ տեղի ունենում, որը որ բավականին բարդ է եւ երկարատև ճանապարհ է։ Այ մեր զրույցի սկզբում դուք ասացիք, որ տագնապը ավելի ուղղված է ապագային։ Ինչպես մարդուն վերադարձնել այստեղ եւ հիմա եւ որտեղից սկսել այս ճանապարհը։ Բավականին բարդ է կրկին հարցը, որովհետեւ միանգամից այստեղ եւ հիմա բերել մարդուն չես կարող, եթե իր գլխուղեղում արդեն այդ տագնապային կապերը ստեղծված են, այո, եւ ինքը գնալու է դրա հետևից։ Իհարկե որոշակի տեխնիկաներ կիրառվում են թույլատնելու համար այդ հուզական ապրումը եւ մարդուն ցույց տալու, որ դու հիմա այստեղ ես եւ անվտանգ վիճակում ես։ Վարժանքներ կան հատուկ ուղղված դրան, որպեսզի մարդը գոնե մի քանի րոպե զգա, որ ինքը ներկա պահին անվտանգ է եւ իրեն ոչինչ տեղի չի ունենալու, չի պատահելու իր հետ։ Նույն գրաունդինգի վարժանքը, նույն գիտակցվածության
վարժանքների տարբեր տեխնիկաները, երբ որ մարդը փորձում է տարբեր ձևերով հասկանալ ինչ է ինքը ներկայում զգում, ինչ է տեսնում, զգայարանների վրա կենտրոնացվածությունը բերում է նրան, որ մարդը ինչ որ չափով թուլանում է այդ տագնապային զգացողությունից եւ ավելի ունակ է լինում ռեալ դատելու, ռեալ ընկալելու, որ իրականությունը իսկապես անվտանգ է։ Մեր հասարակությունը շատ վատ է ընդունում դեղորայքային բուժումը։ Դեղորայքային բուժումը ինչ տեղ ունի տագնապների հետ աշխատելու ժամանակ եւ հատկապես երբ է այն պետք կիրառել։ Դեղորայքային բուժումը տագնապների ժամանակ շատ այսպես ուժեղ հույզերի դեպքում է կիրառվում, երբ որ մարդը ընդհանրապես ունակ չէ լսելու, ունակ չէ իրեն գոնե մի քանի վայրկյան անվտանգ զգալու։ Այսինքն այդ ապրումները այնքան բարձր են, որ մարդը անգամ նստել չի կարողանում, ինքը անընդհատ լացում է, տագնապի մեջ է, դողերոցքի մեջ է հայտնվել, սրտխփոցը չի կանգնում, չի դադարում։ Այս դեպքում դեղորայքի միջոցով ինչ որ կերպ փորձ է կատարվում հանգստացնելու հուզական վիճակը, որից հետո շարունակելու հոգեթերապիան, որպեսզի մարդու հետ կարողանաս աշխատել եւ դուրս բերել պատճառները։ Բայց կան այո շատ այցելուներ, որոնք որ հակված են միմիայն դեղորայքի, այսինքն իրենց ճանապարհը այո թեկուզ ժամանակավոր հանգստացում, բայց դեղ ընդունելն է եւ չեն ցանկանում ուղղակի գնալ վերլուծական ճանապարհով, հասկանալու եւ աշխատելու սեփական եսի հետ։ Կա այցելուների մի ստվար զանգված, որ ընդհանրապես հրաժարվում է դեղորայքից, ասելով, որ ես կախվածության մեջ կընկնեմ, կհայտնվեմ ավելի բարդ իրավիճակում եւ բացի դա, եթե ես դեղորայք ընդունեմ, նշանակում է այդքան ես անուժ եմ, այդքան թույլ եմ, սա էլ է կապվում անմիջապես։ Թույլ երևալուց է վախենում։ Իրենք իրենց աչքում հատկապես այո կամ որևիցե պիտակ կրելուց, որ ես այնքան անկարող էի անցա դեղորայքի։ Իհարկե որոշ դեպքերում ստիպված ենք լինում համոզելու, որոշ դեպքերում ստիպված ենք լինում ցույց տալու դեղորայքի ժամանակավոր էֆեկտը։ Կախված է այցելուներից, թե ով ինչին է ավելի շատ հակված եւ ով ինչին ունի ավելի այսպես հակազդման ձև, որը որ իրեն վնաս է բերում։ Որոնք են այսօր առավել հաճախ հանդիպող տագնապները։ Տարածված տագնապներից են, երբ որ մարդը վախենում է, որ ինքը ուր որը պիտի մահանա, կամ ինֆարկտից, կամ ինսուլտից, կամ ինչ որ հիվանդությունից։ Խելագարվելուց են շատ վախենում, այցելուների մեջ շատ է հանդիպում, երբ որ շատ են վախենում, ուր որը կխելագարվենք։ Ինչ է դա կապված, որ էլի բանականության հետ կապը կկորցնի։ Հույզերի անկառավարելիությունից, այո, վերահսկողության կորստից, որ այսինքն իմ հետ տեղի կունենա մի բան, որտեղ որ իմ վերահսկողությունը չի լինի, եւ զգացումները այնքան խառն են, այնքան անվերահսկելի եւ այնքան անտանելի, որ իրեն թվում է, որ տրամաբանություն եւ բանականություն այլևս չկա։ Այսինքն ամբողջական հույզերի տակ են իրենք, ենթարկվում են իրենց հույզերին եւ որևէ կերպ չեն կարողանում կառավարել եւ գիտակցել։ Սա է բերում դրան։ Տանից դուրս կգամ եւ կուշաթափվեմ, եթե երբևէ իր հետ մեկ անգամ պատահել է, իրեն թվում է, որ դա կարող է կրկնվել եւ այստեղ նաեւ երկրորդային այլ տագնապ, որ այլ մարդիկ կտեսնեն ինձ, ամոթի զգացում, այո, ամոթի եւ մեղքի զգացում, որը որ կրկին հանգեցնում է կրկին այդ ծնագնդի էֆեկտով տագնապի կամ երեխաներիս մոտ ես կվատանամ, բայց ինչ պատասխան պետք է տամ, մեղք են իրենք, այսինքն մեղքի զգացում, տագնապ միասին միախառնված, խցանման մեջ հայտնվելուց, բաց տարածության մեջ գնալուց կամ մարդաշատ վայրերում մեծ մոլերում առևտուր անելուց, սրանք բոլորը տարածված տեսակներ են եւ նաեւ ուզում եմ ավելացնել շատ յուրատիպ տագնապային տեսակներ, որոնք որ ավելի ֆոբիաների են նման, օրինակ բժշկի չեն գնում, այրուն տեսնելուց են վախենում, փսխումներից են վախենում կամ որևիցե կենդանի տեսնելուց են վախենում, բազմաթիվ են այսօր կարելի է նշել շատ տեսակներ, որոնք որ ավելի շատ են տարածված։ Ինչպես հարազատները օգնեն պանիկ գրոհի մեջ գտնվող իրենց տան անդամին, ինչ անել ու ինչ չանել։
չխանգարել։ Գիտեք, ամենացավոտը այն է, որ այցելուները պատմում են, որ հարազատները անընդհատ նշում են չավարտվեց դա դեռ, չհասկացար, որ այդպիսի բան տեղի չունենալու, չհասկացար, որ դու ես քո հոգեբանը, չհասկացար, որ ամբողջ ուժերը քո ներսում են եւ ինչ ես տանջում երեխաներիդ, մեղքը չենք մենք, դու մայր ունես, դու երեխաներ ունես, ամուսին ունես, ինչ վիճակի մեջ ես հայտնվել։ Սրանք նախադասություններ են եւ արտահայտություններ են, որ երկրորդային էֆեկտով ավելի են բարձրացնում տագնապը եւ ավելացնում նաեւ ինչու ոչ մեղքի զգացումն ու ամոթի զգացումը։ Եվ վերահսկողության կորուստը առհասարակ իրողության տեր կանգնելու կարողության նկատմամբ թերարժեքություն է ձևավորվում մարդու մոտ, որ հայ էլի իսկապես այսքան ժամանակ ես տառապում եմ ու իսկապես չեմ կարողանում ինչ-որ մի բան անել, իսկապես ես այդքան վատն եմ, իսկապես ես վատ մամա եմ կամ վատ կին եմ կամ վատ աղջիկ եմ, չի կարելի սրանք անել։ Ամենաօգտավետ բանը ընդունել մարդու զգացումները, հասկանալ, որ դա մի բան է, կարծես մարդուն քննադատես կամ մեղադրես, երբ որ ինքը ջերմություն ունի կամ հազում է։ Նույն բանն է։ Մենք ընդունում ենք, չէ՞, եթե մեր հարազատը ջերմում է կամ հազում է, վատառողջ է, այո, տանում ենք բժշկի եւ համապատասխան բուժում է ստանում։ Միակ ճիշտ տարբերակը հասկանալ, որ նման խնդրի տեր կանգնողը հոգեթերապիան է։ Հոգեթերապևտն է եւ ուղղորդել անձին հոգեթերապևտի մոտ։ Քնի հիգիենան ու ֆիզիկական ակտիվությունը ինչ դեր են խաղում տագնապային մարդկանց մոտ, արդյոք օգնում են նվազեցնելու տագնապը ինչ որ չափով, գոնե մեղմելու։ Այո, բավարար քունը, երբ որ հանգստացնում է մարմինը եւ մարմնի հանգստացման, կարգավորման հետ մեկտեղ միտքը նույնպես դառնում է ավելի առողջ։ Եթե օրինակ նույն տագնապային խանգարում ունեցող անձը երկար ժամեր շարունակում է մնալ հեռախոսների մեջ կամ այս կամ այն պատճառով չի կարողանում քնել ու շարունակում է նույն ռեժիմը կամ աշխատող է ինքը գնում է աշխատանքի եւ իր սեփական մարմնի ռեժիմը չի կարողանում կարգավորել, տագնապը ավելի է ակտիվացնում։ Այստեղ հոգեթերապիայում շատ կարևոր է, երբ որ մենք, այո, անպայման հրահանգում ենք պահպանել ճիշտ քնի ռեժիմը եւ ճիշտ ֆիզիկական ակտիվությունը, սպորտզալեր հաճախելը, որևէ ֆիզիկական վարժանքներով զբաղվելը նվազեցնում է ստրեսի հորմոնը, կարգավորում է նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունը եւ մարմնով, կարծես, կարողանում է մարդը ավելի ճիշտ կողմնորոշումներ ունենալ, եթե մարմինը հանգիստ է, բնականաբար միտքը ավելի է հանգստանում։ Եվ բացի դրանից, տեսեք, ստրեսի ժամանակ ինչ է տեղի ունենում, հարցակվիր կամ փախիր, չէ՞։ Ամենավտանգավորը, երբ որ մարդը քարանում է, այսինքն որևէ գործողություն չի անում։ Իսկ ֆիզիկական ակտիվության ժամանակ կարծես այդ ստրեսի հորմոնի նվազեցում է տեղի ունենում, ինքը որևիցե գործողություն է անում, հարձակվում է, պաշտպանվում է այդ ճանապարհով եւ բնականաբար ինքնավերահսկողությունը եւ իրավիճակի տերը դառնում է մարդը։ Բացի այն, որ ֆիզիկական առումով այրան շրջանառության, նյութափոխանակության, փոփոխության միջոցով է տեղի ունենում բարելավումը, նաև հոգեբանական առումով ինքը վերահսկողական դիրք է վերցնում իրողության նկատմամբ։ Իսկ ո՞րն է ճիշտ քնի հիգիենան, ինչպես պետք է, ինչքան պետք է քնի մարդ, որ իրեն ավելի մարդը գոնե 7-8 ժամ գիշերային քունը պետք է կարողանա պահպանել։ Գիշերային քունը, այո։ Ինչպես սովորել ապրել, չիմանալով, թե ինչ է մեզ սպասում վաղը։ Մասերի բաժանել այսօրը, ժամերի բաժանել այսօրը։ Այսինքն շատ մեծ պլաններ վաղվա հետ կապելը տագնապը բնականաբար նման իրողության մեջ պետք է ավելի բարձրացնի։ Ինչ ունեմ ես այսօր, ապագա 3 ժամվա ընթացքում, 4 ժամվա ընթացքում, 5 ժամվա ընթացքում եւ ինչ եմ պլանավորում ես անել։ Ինչքան մենք փոքրացնում ենք այդ ժամանակահատվածը եւ ժամանակահատվածի մեջ մեր գործողությունների պլանը ինչքան նեղանում է, մենք այդքան ավելի ապահով ենք մեզ զգում։ Ձեր ամփոփիչ խոսքը ինչ կասեք մեծ դիտողներին, հատկապես այն մարդկանց, ովքեր ունեն հիմա տագնապի զգացողություն, ինչպես վարվեն։
Ամենից կարևոր եւ առաջնահերթ միտքը այն է, որ հասկանան, որ այն զգացումը, որ իրենք ապրում են, դա իրականություն չէ։ Դա զգացում է, որը որ բխում է իրենց պրոբլեմային մտքից, պրոբլեմային կյանքի իրողությունից։ Եթե կարողանում է անձը ընդունել, որ դա մի բան է, որը որ իր հետ կատարվում է, սակայն դա ինքը չէ, դա իր պրոբլեմն է, կարծես թե այդ զգացողության եւ սեփական կյանքի միջև անջրպետ է դրվում, բաժանում է տեղի ունենում եւ ինքը կարողանում է գիտակցել իր անելիքների հաջորդական քայլը որն է լինելու։ Եվ ուզում եմ ասել, որ ինքնուրույնաբար տանջվելը անիմաստ ռեսուրսների վատնում է։ Թեև լինում են դեպքեր, որ ինքնուրույնաբար անձը կարողանում է հաղթահարել եւ դուրս գալ նման իրողությունից, բայց ամենաճիշտը շատ դժվար է լինում եւ բոլորին տրված չէ, ցավոք։ Այո։ Եվ ամենաճիշտը պետք է այո գանգան գիտակցմանը, որ ցանկացած խնդիր ունի իր մասնագետը։ Եթե երկարատև օրինակ գլխացավ ենք ունենում, 1 ամիս, 2 ամիս դիմանալուց հետո վերջի գնում ենք բժշկի։ Այո։ Նույնը այս խնդիրն է։ Ատամնացավի հետ կապված։ Այո։ Նույնը այս խնդիրն է, որ պետք է հասկանալ, որ ուժերը անիմաստ վատնել եւ նյարդերը մաշել, նաեւ հարազատներին տանջել պետք չէ, պետք է դիմել մասնագետի։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեզ հյուրընկալվելու համար։ Տագնապն ազդանշան է, որ մենք կորցրել ենք կապը ինքներս մեր կամ իրականության հետ։ Նա հրավիրում է մեզ վերանայելու մեր կյանքը։ Մի փախեք ձեր վախերից։ Նայեք նրա աչքերին։ Ի վերջո, քաջությունը ոչ թե վախ չունենալն է, այլ վախի ներկայությամբ գործելն է։ Խաղաղություն ձեր մտքերին։ Մենք դեռ կհանդիպենք փնտրելու այլ հոգեկապեր։